Բարև բոլորիդ, Աստծո բարին բոլորիս։ Շատ սիրուն է ասեմ։ Շնորհակալություն են մարդուն, ով առաջարկեց արտադրամասում անել ես հավաքը, մեր համագումարը արտահերթ, եւ իսկապես այն խորհրդանշական է։ Ես ելույթի մի քանի տարբերակներ ունեի, ի սկզբանե գիտեի, որ ընկերներս շոշափելու են բազմաթիվ թեմաներ եւ որպեսզի չկրկնվեմ, կընտրեմ ելույթիս երկրորդ տարբերակը, որը ավելի շատ վերաբերվում է մեր երկրի ինքնիշխանությանը, անկախությանը ու ապագային։ Տեսեք, ելույթ ունեցողներից 5-6 ելույթ ունեցողի մեջ երկուսը Վազգենը եւ Ռոմիկը մարտական խաչի, մարադուն ես մարտական խաչ, մարտական խաչի եւ արիության մեդալի շքանշանակիրները։ Պատերազմի բովով անցած, պատերազմի դառնությունը ու հաղթանակի երջանկությունը վայելած մարդիկ։ Այսօր 2026 թվականին պատերազմից 6 տարի հետո ինչքան էլ մենք փորձենք այլ ուղղություններով մտածել, մեր ժողովրդի սրտում, մտքում եղած հիմնական հարցը նա է. արդյոք այս խաղաղությունը հարատև է, թե ոչ, արդյոք նոր պատերազմ կլինի, թե ոչ, արդյոք մենք պատրաստ կլինենք նոր պատերազմին դիմակայելու, թե ոչ։ Այս խնդիրներն է, որը մեր ժողովուրդը ինքն իրեն տալիս է, ու այս խնդիրների պատասխանը լսելով ինքը հիմնականում պիտի հետևություն անի առաջիկա ընտրություններում։ Եվ սա է պատճառը, որ ընտրապայքարի դուրս եկած բոլոր թիմերը խոսում են խաղաղությունից, մի մասն էլ ասում է, եթե ձեր քվեն տակ մեզ, մենք արժանապատիվ խաղաղություն կբերենք։ Պարտվածի արժանապատվությունը վերականգնելու մի տարբերակ կա, նոր պատերազմը։ Դրան ասում են ռևանշ, գնում ես նոր պատերազմի, հաղթում ես, արժանապատվությունը վերականգնում ես։ Ես կարծում եմ, որ այս տարբերակը մեր համար շատ լուրջ արկածախնդրություն կլինի։ Ինչու, որովհետև դեռ 44 օրյա պատերազմի ժամանակ արժանապատիվ խաղաղություն խոստացողներից ոմանք դիրքերում կռվող հայ սպաներին կոչ էին անում գալ Երևան, Երևանում փոխել իշխանությանը, հետո նոր գնալ պատերազմի։ Այսինքն, այս իրավիճակը Հայաստանում ներքաղաքական դեռ չի փոխվել։ Հետևաբար նոր պատերազմի ու այս պատերազմի պարտությունից հետո նոր պատերազմում հաղթելու ու այդ տարբերակով արժանապատվությունը վերականգնելու տարբերակը ոչ միայն արկածախնդիր, այլև շատ վտանգավոր է։ Կա երկրորդ տարբերակ, ինչի կողմնակիցը ես եմ։ Այդ տարբերակը երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած Գերմանիայի եւ Ճապոնիայի տարբերակներն։ Այդ երկու երկրները նվաստացուցիչ խաղաղության համաձայնագրեր կնքեցին, կորցնելով պետականության բոլոր միջոցներն ու ատրիբուտները։ Գերմանիան ամբողջությամբ ռմբակոծված էր, մայրաքաղաք Բերլինում քարը քարի վրա չէր մնացել, մայրաքաղաքը բաժանված էր 4 մասի։ Ճապոնիայի Հիրոսիմա ու Նագասակի քաղաքների վրա ատոմային ռումբ էին գցել, ճառագայթումից մարդիկ մեռնում էին ու չգիտեին, թե ճառագայթումը մինչև ուր կհասնի։ Բայց այդ ժողովուրդները ոգով չմեռան։ Իրենք կարողացան ոտքի կանգնել։ Իրենք համախմբվեցին։ Իրենց գնահատեցին իրենց երկրի տնտեսության մեջ եղած ներուժը, իրենց սեփական ներուժը։ Այդքան ջահելների կորցրած լինելով հանդերձ 10 տարի հետո այս երկու երկրները կարողացան աշխարհի ամենաարագ զարգացող պետությունները դառնալ։ Իսկ 20 տարի հետո պարտադրեցին անգամ իրենց հաղթող հակառակորդին հարգել իրենց, ընդունել իրենց խաղի կանոնները։ Այսօր նման զգացողություն է ունենում Բերլին կամ Տոկիո այցելած միջին վիճակագրական ռուսը, որն ինքն իրեն հարց է տալիս, արդյոք ես հաղթել էի։
Սիրելի ժողովուրդ, արժանապատվությունը վերականգնելուց խոսողները այսօր խոսում են Բելարուսի տարբերակից, առաջարկում են փոքր բիզնեսի հարկերը զրոյացնել, ես ձեզ առաջարկում եմ Գերմանիայի ու Ճապոնիայի տարբերակը։ Չգիտեմ, գուցե ամբիցիոզ է, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ Գերմանիայի ու Ճապոնիայի տարբերակները ամբողջությամբ իրագործելի են։ Ես Հայաստանի տնտեսական եւ մարդկային ներուժին տեղյակ մարդ եմ։ Իմ աշխատանքի բերումով հետագայում 25 տարի քաղաքական կյանքում այդ ուղղությունները հետազոտելով միանշանակ ասում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը վերականգնելու միակ միջոցը Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու մեջ է։ Հայաստանը պիտի տասնապատկի իր բյուջեն, 80 միլիարդ բյուջեի պարագայում է, որ խաղաղությունը կդառնա հարատև, որ մեզ սկսեն հարգել, որ մեր հակառակորդները մեզ իրենց պայմանները չեն պարտադրի, որ խաղաղությունը իսկապես կդառնա արժանապատիվ եւ Հայաստան եկած Ադրբեջանի որևէ դելեգացիա իրեն կզգա Երևանում այնպես, ինչպես իրեն զգում է Բերլինում կամ Տոկիոյում միջին վիճակագրական ռուսը։ Ես հասկանում եմ, որ իմ առաջարկը ժամանակատար է եւ ջանքեր պահանջող, բայց վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանը այլընտրանք չունի։ Մենք այլընտրանք չունենք, մենք իսկապես պատասխանատվություն ունենք Եռաբլուրում ննջող մեր եղբայրների առաջ, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մեր եղբայրների առաջ, Սիրիայից ու Լիբանանից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների առաջ, մենք պատասխանատվություն ունենք ուժեղ պետություն դառնալու, մենք այդ պատասխանատվությունը իրագործելու մի տարբերակ ունենք, Հայաստանի տնտեսությունը զորացնելով։ Հիմա սիրելի պատվիրակներ, խնդրում եմ ձեզ, որ թույլ տաք ձեր եւ իմ անունից դիմել մեր ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, 2026 թվականի ընտրությունը քոնն է, դու պիտի ընտրես։ Բարեբախտաբար այս ընտրություններում նախկինի նման քվեատուպեր չեն գողանում, կարուսելներ չեն իրականացնում, ճնշումներ չեն գործադրում։ Դու քո քվեով որոշելու ես, թե Հայաստանը որտեղ է լինելու։ Դու որոշելու ես, թե որ տարբերակի Հայաստան ես ուզում, Բելարուսի տարբերակի, թե Ճապոնիայի ու Գերմանիայի։ Սիրելի ընտրող, եթե դու նախընտրես Գերմանիայի տարբերակը, ապա քո քվեն տուրմես Հանրապետություն կուսակցությանը, եւ ես 100% երաշխավորում եմ քեզ, որ այնպես ինչպես Հայաստանի Եվրամիության անդամակցությունը ազգային ժողովում հաստատելով հիմք դրեցինք դեպի Եվրոպա գնալու, այնպես էլ Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնելու հիմքերն ենք դնելու նոր ազգային ժողովում։ Հետևաբար թող Աստված օրհնի ձեզ այստեղ նստածներից, թող Աստված օրհնի ողջ հայությանը եւ թող Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությանը։ Ամեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար